Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրվա դասը վերաբերվելու է պլագիններին։ Պլագինները մեզ հնարավորություն են տալիս մեր աշխատանքը ավելի արագ եւ արդյունավետ կազմակերպելու։ Դրա համար ես ստեղծեմ մի հատ թուղթ եւ ուսումնասիրենք պլագինները։ Առաջի պլագինը այն կոչվում է Better Font Picker, դրա համար առաջի հերթին ես որից է տեքստ կգրեմ, ենթադրենք font, չափը մեծացնեմ եւ մտնում եմ Better Font Picker, այն հնարավորություն է տալիս այստեղ բոլոր տառատեսակներն հնարավորություն է տալիս, որպեսզի ես կարողանամ տառատեսակները ընտրել եւ որ նախընտրում եմ Եվ այսպես շարունակ, այստեղ բոլոր տառատեսակները կան, կարող եք ընտրել շատ հեշտությամբ։ Հաջորդ պլագինը այն կոչվում է Content Reel, այստեղ հնարավորություն ունենք, եթե մեզ անհրաժեշտ է պատահական տեքստ տեղադրելու, տեքստ տեղադրենք, ընդհանրապես անհրաժեշտ է կարգավորումներ իրականացնենք, տառատեսակի չափը փոքրացնենք, ենթադրենք լինի 24 եւ վերջ։ Այնուհետև ենթադրենք անհրաժեշտ է հեռախոսի համար տեղադրել, կլիկ կատարելով հեռախոսի համարներն այլ փոխվում են։ Այնուհետև նաև կարող ենք մեյլի հասցե տեղադրել, կլիկ կատարելով մեյլի հասցեներն են փոխվում։ Կարող ենք նաև հիմա այս կրկնօրինակ է տեղադրել նկարներ, ինչ նկարներ, որ մեզ անհրաժեշտ են, կլիկ կատարելով նկարների տեսակներն են փոխվում։ Բնականաբար այստեղ նաև լոգոներ կան, կարող ենք ընտրել նախընտրած լոգոները եւ իկոնկաների բաժիններ կարող ենք ընտրել, կարող ենք չափն ընտրել SML եւ բացում է իկոնկաները, որ իկոնկաները որ նախընտրում ենք, կարող ենք տեղադրել։ Ենթադրենք, որից է պատահական ես իկոնկա հիմա տեղադրեմ, ենթադրենք սա։ Եվ կարող ենք տեղադրել։ Կարող ենք մեծացնել, փոքրացնել, ինչպեսին որ ցանկանում ենք, բնականաբար գույնն էլ փոխել։ Content Reel-ն էլ այսպեսին էր։ Հաջորդ պլագինը Toolpath-ն է։ Այն հնարավորություն է տալիս բոլոր վեկտորային առարկաների վրա տեքստ տեղադրել։ Ենթադրենք այս առարկան եւ այս տեքստը։ Սա հիմա փակ է։ Ցանկանում եմ տվյալ էլիպսի շուրջ իմ տեքստը տեղադրել, երկուսը իրար հետ ընտրում եմ, աջ կլիկ եմ կատարում, մտնում եմ plugins եւ ընտրում եմ Toolpath։ Ընտրում եմ լինքը եւ ահա խնդրեմ այն տեղադրվեց։ Միակ խնդրի կայանում է նրանում, որ մենք պետք է տառատեսակը եւ տարի չափը նախորդ ընտրած լինենք։ Քանի որ եթե էլիպսի շուրջ արդեն տեքստ տեղադրվեց, այլևս փոփոխություն չենք կարող իրականացնել, ընդհանրապես միայն կարող ենք գունային փոփոխություն իրականացնել։ Եվ դրանից հետո արդեն կարող ենք երկու կլիկ կատարել, էլիպսը հեռացնել, ես մեր գեղեցիկ տեքստն էլ թողնել։ Շարունակում ենք, այնուհետև հաջորդ plugins-ը Charts-ն է, սա հնարավորություն է տալիս տարբեր տեսակի դիագրամաներ ստեղծել, չափերը, քանակը, ինչպես նաև տեսակները կան դիագրամաների, ենթադրենք այսպեսին եմ ցանկանում, սեղմում եմ եւ վերջ այն ավտոմատ կերպով տեղադրվում է։
կարող եմ իջեցնել ներքև, չափը մեծացնել և մեր դիագրամը պատրաստ է։ Հաջորդ պլագինը Image Trace-ն է։ Image Trace-ն է, հնարավորություն է տալիս raster-ային նկարը վերափոխել vector-այինի։ Դրա համար ես մի հատ raster-ային նկար տեղադրեմ, ընտրենք սա։ Մի փոքր չափ փոքրացնեմ և մոտիկացնեմ, համոզվեք, որ այն raster-ային է, այսինքն պիքսելներից է բաղկացած և ինչպես այն vector-այինի վերածել։ Ընդհանրապես ավշ կլիկ եմ կատարում, մտնում plugins, ընտրում եմ Image Trace և սեղմում այս կոճակը, որը նշանակում է vector-այինի վերածել։ Վերջ, այն ընդհանրապես մեր raster-ային նկարի վրա է տեղադրվել, իջեցնում եմ ներքև և մի հատ համեմատություն իրականացնենք, տեսնենք, որ այո, այն իսկապես vector-ային է վերածվել։ Հաջորդ պլագինը հաջորդ պլագինը կոչվում է Unsplash։ Unsplash-ը հնարավորություն է տալիս տարբեր տեսակի նկարներ տեղադրել։ Մի հատ ես ուղղանկյուններ ստեղծեմ, Ctrl+D-ով կրկնօրինակեմ և ենթադրենք ինձ անհրաժեշտ է կենդանիներին վերաբերվող նկարներ տեղադրել, սեղմում եմ Animal, սպասում եմ, որպեսզի 100% լավանա և խնդրեմ կենդանիներին վերաբերվող 3 նկարներ տեղադրեց, abstract նկար ինձ ենթադրենք անհրաժեշտ, ահա, բիզնեսին վերաբերվող անհրաժեշտ, սնունդին վերաբերվող անհրաժեշտ, և այլն, այստեղ բոլոր տեսակները կան, սա էլ այսպիսին էր, և ենթադրենք հենց սնունդին վերաբերվող ինձ անհրաժեշտ է դիզայն կայք ստանալ, բայց գույները դեռևս չեն կողմնորոշվել, ինչպիսի գույների մեջ անհրաժեշտ, որպեսզի ստանամ, այստեղ էլ մեզ օգնության հասնում պլագին է, ենթադրենք կանգնեմ այս սնունդի տեսակի վրա և ընտրեմ պլագիններից Image Palette-ը։ Այն հիմա ավտոմատ կերպով կառանձնացնի 5 գույներ, այդ 5 գույներն էլ ինձ հնարավորություն են տալիս դիզայնի գույներ ընտրել և ստեղծել։ Եվ վերջ, սիրելի հետևորդներ, այսքանն էր պլագինները, ինձ համար կարծում եմ կարևոր, ձեզ համար նույնպես, իսկ այսօրվա համար այսքանն էի նախատեսել, եթե հետաքրքրեց, գրանցվեք և հետևեք իմ հաջորդ դասին, հաջողություն։